Մինչ ուրիշները հեքիաթներ են պատմում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ, Հայաստանի սահմանամերձ գյուղերում կառուցվել եւ կառուցվում է 2268 տուն։ 2268 տուն կառավարության 16 միլիոնի ֆինանսավորման ծրագրով կառուցվում է սահմանամերձ գյուղերում։ Այն նույն սահմանամերձ գյուղերում, որոնց բնակիչներին Սերժ Սարգսյանը օրինակ հորդորում էր իջնել ավելի ուրիշ գյուղ, որտեղ կա ինչ-որ ենթակառուցվածքներ, նրա կառավարության տարբեր անդամներ ասում են, դե փող չկա տեղ, այն սահմանամերձ գյուղերում, որոնք նախկին իշխանությունների օրոք դատարկվում էին, այդ գյուղերը հիմա նոր կյանք են ստանում, նոր շունչ են ստանում։ Այսինքն վերջին տասնամյակներին այդ գյուղերում նոր տուն կամ գրեթե չի կառուցվել կամ առհասարակ չի կառուցվել, եղածներն էլ դատարկվել են, քանդվել են, հնացել են ժամանակի ընթացքում։ Բայց մեր կառավարությունը գիտակցում է, որ Հայաստանը սկսում է հենց այդ գյուղերից, որ հենց այդ գյուղերում է նոր շունչը անհրաժեշտ, հենց այդ գյուղերից է սկսում Հայաստանի Հանրապետությունը ուղիղ ու փոխաբերական իմաստով, հենց այդ գյուղերում կյանքն է Հայաստանի Հանրապետության կյանքի երաշխավորը։ Սա աշխատանքը ու սա իրականություն։ Իսկ մյուսները թող շարունակեն հեքիաթներ պատմել։ Հին աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ կան բազմաթիվ դրվագներ, երբ հզոր կայսրությունները, որպիսի կախվածության մեջ պահեն իրենցից ավելի փոքր, ավելի թույլ հարևան պետություններին, թագավորություններին, հաճախ արել են հետևյալը։ Ստիպել են, որպիսի հարևան փոքր թագավորության թագավորը իր դստերը կնության տա մեծ պետության կայսեր ընտանիքին կամ առհասարակ հզոր պետությունները երբեմն հարևան թագավորության որդիներից մեկին պատանդ են վերցրել պահել, որպիսի օրինակ հանկարծ այդ փոքր պետությունը, թագավորությունը, այդ թվում օրինակ Հայաստանը երբեք իր մտքով չանցնի սեփական ինքնուրույն քաղաքականություն վարել, սեփական շահը հետապնդել, որովհետև այդ դեպքում արդեն այդ փոքր պետության, այդ թվում նաև Հայաստանի թագավորը գիտի, որ իր դստեր կամ իր որդու հետ հարևան պետությունում պայմանական տիզբոնում կամ հռոմում իրենց հետ ինչ որ մի վատ բան կպատահի։ 21-րդ դարում ըստ էության կարիք չկա դստերը կնության տալ կամ հարևան պետության թագավորին կամ որդուն պատանդ թողնել։ Այդ դերակատարումը ստանձնում է կապիտալը, փողը։ Այսինքն պայմանական բավարար է, որպեսզի պայմանական հռոմում կամ տիզբոնում լինի այդ անձի հարստությունը, օրինակ մոլերը, արտադրական տարածքները, վիլաները, բանկային հաշիվները, եւ այդ ժամանակ բնականաբար այդ մարդը պարզապես չի կարող լինել անկախ, քանի որ իր շահերի կենտրոնը արդեն Հայաստանում չէ, այլ այդ պայմանական տիզբոնում է գտնվում եւ բնականաբար նոր ժամանակների տիզբոնին էլ ձեռք է տալիս, որ այդ մարդիկ այդ փոքր պետությունում քաղաքականությամբ զբաղվեն, երկրի կառավարման մեջ դերակատարում ունենան, որպեսզի երբ պետք լինի այդ մարդու ականջից բռնած, այսպես տանեն այնտեղ, որտեղ որ պետք է, եւ ասեն անի այն, ինչ որ պետք է այդ նոր ժամանակների տիզբոնին, բնականաբար ի հաշիվ այդ փոքր պետության, այս դեպքում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի։ Ուրեմն եկեք այնպես անենք, որպեսզի տիզբոնները եւ տիզբոնից եկած մարդիկ Հայաստանում, Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարում չունենան, որովհետև նրանց շահերի կենտրոնը Հայաստանում չէ, որովհետև օրինակ եթե դու ունես պայմանական 3 միլիարդ դոլար փող, որից 2.9 միլիարդ դոլարը գտնվում է այդ նոր ժամանակների տիզբոնում, ապա քո շահերի կենտրոնը ավտոմատ դառնում է այդ նոր ժամանակների տիզբոնը, եւ դու չես կարող անել այլ բան, քան այդ նոր ժամանակների տիզբոնի շահն է պահանջում։ Հայաստանի ներքաղաքական դաշտում հայտնված մի փուչիկ, որին անվանում են մեր ձևով շարժում, շուտով պայթելու է։ Եվ պայթելու է նրա համար, որովհետև նրանք ամենօրյա ռեժիմով խաբում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եվ ինչպես էին նրանք խաբում։ Նրանք մինչև այսօր անընդհատ խոսում են Սամվել Կարապետյանը որպես Հայաստանի ղեկավար, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Հայաստանը կհզորանա, կզարգանա, Սամվել Կարապետյանը հզոր բանակցող է եւ այլն եւ այլն։ Այնինչ պարզվում է, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող լինել վարչապետի թեկնածու, չի կարող լինել վարչապետ, չի կարող լինել падգամավոր։ Այդ դեպքում ինչու են նրանք խաբում հայ ժողովրդին։ Ինչու են նրանք ամենօրյա ռեժիմով ստում ժողովրդին։ Նրանք հիմա ասում են, որ ունենալի են մի վարչապետի մեկ այլ թեկնածու, ով պատրաստ է աշխատելու 1 դրամով, ով հնազանդ կկատարի Սամվել Կարապետյանի պահանջները։ Իսկ պետք է հաշվի առնենք, որ Սամվել Կարապետյանը այո իր կյանքում ունեցել է մեծ հաջողությունների է հասել։ 4 միլիարդ դոլար ունեցվածք ունի, որը որ բավականին գնահատելի է։ Բայց նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է
եւ իր ամբողջ ունեցվածքը ինքը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնությունում։ Հետևաբար ինքը առանց Ռուսաստանի Դաշնության համաձայնության ոչինչ էլ չի կարող անել, հարգելի հայրենակիցներ։ Թե չէ մի օր Մարիա Զախարովան կարող է իր բրիֆինգներից մեկի ժամանակ ասել, որ մենք ունենք որոշակի տեղեկություններ, որ պարոն Կարապետյանի ինչ որ մի հատ հիմնարկություն, ինչ որ հարկային խնդիրներ ունի։ Շնորհակալություն։ Եղեք տեղեկացված։